Ողջույն բոլորին։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր այս նոր վերլուծության շրջանակներում, որտեղ միասին քանդում ենք բարդ ու կարևոր թեմաները։ Գիտեք, այսօր խոսելու ենք մի բանի մասին, որն անում ենք ամեն օր, բայց հազվադեպ ենք դրա մասին խորապես մտածում։ Խոսքը մեր ուտելու մշակույթի մասին է։ Սա պարզապես փորեքշտացնելու process չէ, հավատացեք։ Սա մի իսկական, շատ խորն արմատավորված արատավոր շղթա է, որն ուղիղ կապված է մեր հոգեբանության, մեր ապրումների հետ։ Դե ինչ, եկեք միասին հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված մեր ափսեների ու մեր այս ամենօրյա սովորությունների հետևում։ Okay, եկեք միանգամից անցնենք բուն թեմային։ Պատկերը հաստատ բոլորիդ էլ շատ ծանոթ է, չէ՞։ Թխուրենք, գնում ենք ուտելու։ Ուրախ ենք, դե ոնց չնշենք, էլի ուտում ենք։ Կարծես մեր ուղեղում արդեն գոյություն ունի մի տեսակ նախապես կազմված ճաշացանկ մեր բոլոր հույզերի համար։ Ինչ որ բան է պատահում ու մենք ավտոմատ կերպով վազում ենք դեպի սառնարանը։ Բայց ինչու է հենց ուտելիքը դարձել մեր այս ունիվերսալ պատասխանը կյանքի բացարձակապես բոլոր իրավիճակներին։ Իրականում սա ընդհանրապես պատահականություն չէ։ Որպեսզի այս խզբզանքը քանդենք, նախ եկեք հասկանանք մի շատ կարևոր բան՝ ֆիզիկական ու էմոցիոնալ քաղցի տարբերությունը։ Ֆիզիկական քաղցը շատ պարզ բան է։ Օրգանիզմին վառելիք է պետք, սոված եք, ուտում եք, կշտանում եք, վերջ, պահանջը անհետանում է։ Բայց էմոցիոնալ քաղցը, սա բոլորովին այլ խաղ է։ Այն գալիս է շատ հանկարծակի, ոնց որ մի անկառավարելի ալիք լինի, ու ձեր մարմինը սկսում է համառորեն պահանջել կոնկրետ ինչ-որ բան, ասենք մի կտոր տորտ կամ յուղոտ ֆասթ ֆուդ։ Ու գիտեք որն է ամենասարսափելին։ Դուք արդեն կուշտ եք, բայց process-ը չի կանգնում։ Դուք շարունակում եք ուտել, իսկ վերջում ստանում եք միայն ու միայն ծանր մեղքի զգացում։ Եվ սա հիանալի կերպով ցույց է տալիս այն կենսաբանական թակարդը կամ փակշղթան, որի մեջ մենք հայտնվում ենք։ Նայեք, ամեն ինչ սկսվում է մեր գլխում։ Երբ մենք ունենում ենք ինչ-որ հուզական խթան, դա կլինի սթրես, թե անասելի ուրախություն, մեր մարմինը միանգամից պահանջում է շաքար կամ բարձր կալորիականությամբ սնունդ։ Ինչու հենց դրանք, որովհետև դա մեզ վարկենական տալիս է դոֆամինի, հաճույքի հորմոնին մեծ չափաբաժին։ Տխրության ժամանակ այդ կտոր շոկոլադը աշխատում է որպես արագ անեսթեզիա, ժամանակավորապես խլացնելով հոգեկան ցավը, իսկ ուրախության դեպքում որպես յուրահատուկ պարգևավճար։ Բայց էֆեկտը շատ կարճ է, իսկ հետևանքը էլի նույն մեղքի զգացումը, որն էլ ավելի է խորացնում սթրեսն ու նորից զրոյից սկսում այս ցիկլը։ Գիտեք, հիմա եկեք այս ամենին նայենք մի քիչ ավելի խորը, ավելի զգայուն տեսանկյունից։ Էմոցիոնալ ուտելը պարզապես համով բաներ սիրելը չէ։ Հոգեբանության մեջ սա հաճախ անվանում են աուտոագրեսիա, այսինքն ինքնաագրեսիա։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք առանց անգամ գիտակցելու ուտելիքն օգտագործում ենք որպես զենք մեր իսկ դեմ, սեփական մարմինը պատժելու կամ մեր ներքին ցավն ու անհանգստությունը լռեցնելու համար։ Փոխանակ մեր բարկությունը, հիասթափությունը կամ տագնապը արտահայտենք ու դուրս անենք, մենք այն ուղղում ենք դեպի մեր ներսը։ Սա իսկապես մի թաքնված, բայց չափազանց կործանարար մեխանիզմ է։ Եվ այս ինքնաագրեսիան հաճախ տեղի է ունենում հենց մեր քթի տակ, շատ սովորական ճաշասեղանի շուրջ։ Պատկերացրեք, սեղանն իրականում դառնում է մի տեսակ կուլիսներ, որոնց հետևում մենք շատ վարպետորեն թաքնվում ենք։ Մենք ուղղակի բառացիորեն լցնում ենք մեր բերանները սննդով, որպեսզի հանկարծ ստիպված չլինենք բացել այն ու բառերով արտահայտել այն ամենը, ինչ մեր հոգում է, մեր վախերը, մտքերը, զգացմունքները։ Անկախ նրանից, թե այդ հույզերը դառն են, թե քաղցր, թահաճ են, թե հաճելի, մենք գերադասում ենք լուրջ ամել դրանք, քան թե առերեսվել դրանց հետ բացարձակ անկեղծությամբ։ Այսպիսով, ամենակարևորն այն է, թե ինչպես է առաջանում այս ենթագիտակցական, ուղղակի սարսափեցնող հրամանը՝ կեր, որ զգաս։ Սա մի ծրագիր է, որ անընդհատ միանում է մեր գլխում, երբ մենք արդեն հասուն տարիքում զգում ենք սիրո, ուշադրության, ջերմության կամ ապահովության սարսափելի պակաս։ Մեր ենթագիտակցությունը հուշում է, որ պետք է ֆիզիկական սննդի միջոցով լրացնել այդ դատարկությունը, ու մենք փորձում ենք ուտելիքով գնել ու զգալ այն սերը, որն իրականում պակասում է մեզ։ Ուտելիքը դառնում է ուղղակի փոխնակ, անվտանգության սուրոգատ մեր կյանքում։ Բայց եկեք անկեղծ լինենք, այս ամենն օդիչ չի ընկել։ Այս ծրագիրը շատ հաճախ մեր մեջ դրվում է դեռ վաղ մանկուց, եւ պատասխանը հենց մեր մանկական ռեֆլեքսների մեջ է։ Հիշեք, ծնողները լավագույն մղումներով անընդհատ կերակրում են երեխային ու դա անցալվում է որպես սիրո եւ հոգատարության ամենամեծ անվիճելի ապացույց։ Արդյունքում, ժամանակի ընթացքում այս սովորույթը վերածվում է իսկական կախվածության։ Այն ուղղակի թմրեցնում է մեր միտքը, երկրորդ պլան է մղում իրականությունն ու դրա հետ կապված ցանկացած անհարմար ցավ։ Եվ մենք կամաց-կամաց, բայց հաստատակամորեն կորցնում ենք մեր իսկական բնական հույզերը, ճանաչելու ու մշակելու ունակությունը։
Եկեք մի փոքր լայն նայենք այս հարցին եւ տեսնենք, թե ինչպես է այս ամենը կառուցվում մեր հասարակության մեջ։ Սա միայն անհատական մակարդակի կամ մանկության խնդիր չէ, սա արդեն մեր լայն մշակութային կոդի անբաժան մասն է։ Մեր իրականության մեջ մարդուն հյուրասիրելը, կերակրելը շարունակում է մնալ սիրո ամենաբարձր, ամենագնահատված դրսևորումը։ Համաձայնվեք, մեզ մոտ ցանկացած առիթ, կլինի դա ամենաուրախ հարսանիքը, թե ամենաթխուր արարողությունը, անպայմանորեն ուղեկցվում է ճոխ սեղաններով։ Ուտելիքը հանդես է գալիս որպես մի հզոր, համախմբող գործոն, որն օգնում է մարդկանց պարզապես նստել կողք կողքի ու լռության մեջ քիսել իրենց ցավն ուրախությունը։ Իսկ հիմա այս համեմատության մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել մեր հույզերն արտահայտելու ու կոնֆլիկտները հաղթահարելու մեթոդները։ Անցյալում մենք ունեինք ավանդական ու շատ ավելի առողջ միջոցներ։ Երգում էինք, պարում էինք, անկեղծ զրույցում էինք, այդպես մարդիկ իրականում ազատ արտահայտում էին իրենց զգացմունքները եւ իսկական մտերմություն էին ստեղծում։ Բայց այսօր մենք կարծես մոռացել ենք այդ արժեքները։ Դրանք փոխարինվել են լուռ ժամանակակից պաշտպանական մեխանիզմով, լուռ ուտելով, երբ բառերը չեն հերիքում կամ պարզապես վախենում ենք բացվել, մենք կոծկում ենք մեր խնդիրներն ու դատարկությունը մեր ափսեների միջոցով, ու արդյունքում ունենում ենք բոլորովին աղավաղված իրականություն։ Իհարկե, մենք պետք է շատ հասկանալի ու կարեկցանքով մոտենանք այս ամենին, որովհետև այս խնդիրն ունի խորը պատմական արմատներ։ Այն, ինչ մենք հաճախ ապրում ենք այսօր, իրականում հոգեբանական սով է, մեր ծանր պատմական անցյալի ուղիղ արձագանքը։ Եղել են ժամանակներ, լի պատերազմներով ու սովով, երբ սնունդն իսկապես գոյատևման միակ երաշխիքն էր, իսկ սնունդով կիսվելը հավասարազոր էր մարդուն կյանք տալուն։ Թեև այսօր մենք ֆիզիկական սննդի պակաս գրեթե չունենք, այդ սերնդեսերունդ փոխանցված տրավման դաջվել է մեր ենթագիտակցության մեջ, եւ մենք դեռ շարունակում ենք մնալ մեր իսկ սովորությունների գերին։ Եվ այսպիսով իմի բերելով այս հզոր տեղեկատվությունը, մենք կանգնում ենք մի շատ լուրջ եւ որոշիչ ընտրության առաջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր այս ուտելու մշակույթը վերածվել հաղորդակցության մի աղավաղված ձևի, խանգարելով մեզ ճանաչել ինքներս մեզ եւ բախվել իրականությանը։ Հարցն այստեղ հետեւյալն է. ըստ ձեզ հնարավոր է արդյոք փոխել մեր հույզերի այս կործանարար ճաշացանկը եւ սովորել անկեղծորեն ապրել մեր զգացմունքները, թե այս պաշտպանական մեխանիզմն արդեն այնքան է միաձուլվել մեր գեներին, որ դարձել է մեր ինքնության անքակտելի մասը։ Թողնում եմ ձեզ այս կարևոր մտքի հետ։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք, մինչ նոր հանդիպում։